Բարի երեկո Հայաստան և աշխարհասփյուռ հայեր։ Բարի երեկո։ Ինչպես ամեն երկուշաբթի, այսօր էլ առաջին ալիքի եթերում «Սպասիր ինձ» հաղորդումն է։ Դուք դիտում եք մեզ, ուրեմն ապրումակցում եք իրական մարդկանց իրական պատմությունների։ Դուք դիտում եք մեզ, օգնում եք գտնել մարդկանց, և մենք շնորհակալ ենք։ Добрый вечер, Армения! Добрый вечер, Ереван. Наша программа для тех, кто любит и надеется, верит и ждет. Շատերի մտքով երբեք չի կարող անցնել, թե կգա մի օր ու կկտրվեն սիրելի մարդկանց հետ կապող բոլոր կապերը։ Մտածում ես ինչ պետք է պատահի, որ զանգահարես ու չպատասխանեն, նամակներ գրես ու հետ վերադառնան։ Հենց այսպես էլ սկսվում են բաժանման պատմությունները։ Զանգերը և նամակները մնում են անպատասխան։ Վրա է հասնում անհանգստությունը։ Նույն տրամաբանությամբ 31 տարի առաջ կտրվեց հոր և որդու Մարտունի և Օլեգի կապը։ Ամեն ինչ էլ ունեմ, շատ հարցներ ունիմ, տղաներ ունիմ, թոռներ ունիմ, ծուռեր ունիմ, հարուստ եմ դրանով, այո, դրանցով հարուստ եմ, ամեն ինչ էլ ունեմ։ Իմ կյանքի մասին եք ուզում ասեմ, հա։ Իմ անուն ազգանունը Գալինյան Մարտուն Ավետիքի, ծնված 38 թվի, 81 տարեկան եմ։ Ես փնտրում եմ իմ որդի Օլեգին։ Ռիլսկայա Օլեգ։ Օլեգը ծնվել է 1962 թվականին Ռուսաստանի Կուրսկի շրջանում։ Մարտուն Գալինյանը զինվորական ծառայությունը նոր էր ավարտել։ Մեդվեդևսկի մարզի Բուդարովկա գյուղից աշխատանքի առաջարկ ստացավ։ Բուդարովկա գնալու ճանապարհին գնացքում հանդիպեց Օլեգի մորը, Թամարային։ Դու պատմելով որնա գնացքով գնում էինք, մի կուպեով գնում էինք, իրան տվին 2 կուպե տանոնով, տեղը ինձ էլ առաջին ժիճեց իրան, ու էդ հենց ծանոթացանք բան, տենց էլ գնացինք իրանց գյուղը, այդ Բուդարովկա, ընդեղ ապրեցինք, մքի շինարարությունում աշխատեցի բան, ընդեղ համատեղ ապրում էինք Թամարայի հետ, իրենց ծնողների և այլ բոլորի հետ։ Արտաքինով շատ էր լավ, բնավորությունով էր շատ լավը, մենակ թե չուզացել է Հայաստանում ապրի։ Մարտուն Գալինյանն ուզում էր Թամարային Հայաստան բերել և օրինականացնել հարաբերությունները։ Թամարան օտար հողում ապրելու ցանկություն չուներ։ Երիտասարդը Հայաստան միայնակ եկավ։ Նա չգիտեր, որ Թամարան հղի է։ Մարտունի և Թամարայի հաջորդ հանդիպումը կայացավ Շնող գյուղում։ Թամարան եկել էր որդուն հոր հետ ծանոթացնելու։ Օլեգը եղել է 7 ամսական, որ նա իր մամայի հետ այցելել է Հայաստան։ Հայաստանում աշխատանքի ժամանակ նա եկել է ինձ մոտ, աշխատանքի վայրը։ Եվ իմացել է, որ ես այնտեղ չեմ։ Այնտեղ եղել է մենակ իմ սառոջկեն, որի բոլոր կանայք ինչքան որ շորենտվել, որ երեխու տակ գցի բան, նա չի վերցրել, ճանաչել է իմ սառոջկեն ու վերցրել գցել երեխու տակ, ասել է սա Մարտունի սառոջկենը։ Այնքան սիրուն երեխա էր, որ տղերքը իմ ընկերները խտել էին ու չէին տալի։ Իմ ազգանունը երեխան չի գրանցել, որովհետև ԶԱԳՍ-ում չենք եղել։ Թամարան Հայաստանում ընդամենը 2 օր մնաց, վերադարձավ Ռուսաստան, երեխային գրանցեց իր ազգանունով, Ռիլսկի Մետաև։ Հետագայում Մարտունն ու Թամարան սկսեցին միմյանց նամակներ գրել։ Խոսակցության թեման մեկն էր՝ Օլեգը, նրա առաջին քայլերն ու հաջողությունները։ Տարիներ անց նամակագրությանը միացավ նաև Օլեգը։ Նամակներում գրում էին բարև էին տալի միմյանց,
միմյանց հաջողությունն էին ցանկանում, երջանկություն եւ ասում էր որ քիա մենք երևի կհանդիպենք, մենք բան, ես քիր ունեմ եւ այլ, բայց դե քելա երկրաշարժը կանդերտիրը։ Շնողում Մարտունն ամուսնացավ Ռոզայի հետ, երեխաներ ունեցան։ Մարտունի երեխաները ծնված օրից իմացել են, որ Ռուսաստանում եղբայր ունեն։ Նրանք եւս Օլեգին նամակներ են գրել, ծրագրել են հանդիպել, բայց 1988 թվականի երկրաշարժից հետո Շնող Բուդարովկա նամակագրական կապը խզվեց։ Ալեքս փախիտ է։ Ենթադրում ենք, որ ինքը Մոսկվայում է, քանի որ իրան կողքի գյուղի մարդիկ տեսել են, մեզ պատմել են, որ սենց մարդ ենք տեսել, Մոսկվա ինքը սենց նկարագրել է, որ հայրս լոռեցի է, ես 7 ամսականում եկել եմ լոռի գնացել, բայց ազգանունը չգիտեմ։ Ինքը տենց է նկարագրել։ Մենք շատ ենք ուզացել ընտանիքում տեսնենք Օլեգին եւ ինչքան ես եւ իրեն աղբերտինքը քուրերն անցալիշ են եկել, որ անպայման գտնեն իրան տենան, չի ստացվել, չեմ կարողացել եւ ես իմ եւ ահա այսօր վերջապես գուցե գտնենք, էլի գուցե։ Հա Օլեգ ջան, եթե լսում ես դու, եթե կլսես մեզ, չմերժես, անպայման կայչել ես մեզ, անպայման։ Вы смотрите специальный выпуск программы «Жди меня» для телезрителей Армении. И мы продолжаем. Մեր տաղավարում հյուրեր կան ինչպես Հայաստանի գրեթե ամբողջ տարածքից, այնպես էլ արտերկրից։ Եվ մենք պատրաստ ենք լսել այս թողարկման առաջին պատմությունը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրեմ պատմեք ձեր պատմությունը, ում եք դուք որոնում։ Իմ անունը Մարետա Մինասյան է։ Ես փնտրում եմ իմ աղջկան, Մարո Քալաշյանին, որը 92 թվականին դուրս է եկել ընկերուհու տուն գնալու նպատակով եւ հետ չի վերադարձել։ Տեսնողներ են եղել, որ նստել է մի մեքենա կրեմովի գույնի 24։ Իսկ այդ ընթացքում ես արդեն իմացել էի, աղջիկս ասել էր, որ Դավիթաշեն գյուղից իրան ուզող կա մի տղա, ինքը Մաշտոցում միլիցիա էր աշխատում։ Ինքը չէր ուզում այդ տղային։ Բայց իմացա, որ նա էլ ունի կրեմովի գույնի մեքենա 24, նույն այդ տիպի մեքենա։ Իսկ իրավապահ մարմինների դիմել եք, որևիցե տեղ դիմել եք։ Դիմել եմ։ Եվ Մաշտոցի բաժնում դիմել ենք, մեր քննիչը Արմեն Հովանեսյանն էր։ Ինքը ասեց, որ արդեն լավ, պարզով ատարել, սկզբում, որ մենք ասեցինք, որ սենց։ Հետո հաջորդ օրը 2 օր հետո ասեց, որ չէ, սխալվել էինք։ Բայց իմացել ենք, որ մի շաբաթ հետո աղջկաս կորելուց մի շաբաթ հետո ինքը ծախել է մեքենան։ Աղջկաս գնալուց 2 օր հետո հեռագիր ստացանք Բելգորոդից։ Չանհանգստանաք, Մարոն ինձ հետ է։ Շուտով կգանք։ 2 օր հետո նորից ստացանք նույն հեռագիրը, նույն տիպի հեռագիր, որ չանհանգստանաք, 2 օրից կգանք։ Ու մինչև օրս չկան։ ով էր հեղինակը հեռագրի։ Արսեն Մինասյան։ Արսեն Մինասյանը։ Տիկին Մարետա, ես ուզում եմ ճշտել, եթե ես ճիշտ հասկացա։ Այսինքն այն մարդու վրա, որ դուք կասկածում եք, ում հետ գնացել է ձեր դուստրը, Լովա է անունը, եւ որ դուք տեղեկություն ունեք, որ ինքը իր մեքենայով տարել է ձեր աղջկան եւ որ ապրում է ձեզ հետ հարևանությամբ, չէ՞, այդ տղան է։ Եվ կա եւս մեկ անձ, որը որ հեռագիր է ուղարկել այդ նույն տարի 92 թվականին, որի անունն է Արսեն Մինասյան։ Ես ճիշտ եմ հասկացել։ Եվ այս երկու հանգամանքը, որոնք որ դուք հիմա նշում եք, իրավապահներին ոչ մի հիմք չեն տվել, որպեսզի ինչ-որ գործողություններ անեն, այսինքն նրանք ձեզ ինչ են ասել վերջնական։ Դատ եղավ։ Դատ է եղել։ Դատ եղավ եւ որոշեցին, որ անհայտ կորած։ Ինչպես։ Անհայտ կորած։ Ես կուզեի, որպեսզի դուք հիմա պատկերացնեք, որ ձեր աղջիկը ձեզ լսում է, հնարավոր է, որ նա ձեզ լսում է եւ դիմեիք նրան։ Խնդրեմ։ Ես մենակ խնդրում եմ, որ իմ Վալենկա հասնի ինձ։ Եթե կենթանի ես, Մարո ջան, խնդրում եմ քեզ։
շուտ արի տուն։ Կամ գոնե ես հեռախոսահամար կթողեմ զանգի։ Ես հույս ունեմ, որ մեր մյուս հանդիպմանը դուք եւ մենք լավ նորություններ կունենանք։ Դե ուր երտես բան լիներ։ Ես դրա համար էլ դիմել եմ ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դուք լսեցիք պատմությունը, եւ եթե տիրապետում եք դրա հերոսներին վերաբերող որևէ տեղեկության, ապա խնդրում ենք անհապաղ կապ հաստատեք մեզ հետ։ Մեր կոնտակտային տվյալները դուք տեսնում եք այս պահին ձեր էկրանին։ Բարև ձեզ։ Խնդրեմ ներկայացրեք ձեր պատմությունը։ Ես Արժանի Քչոյանն եմ։ Փնտրում եմ իմ եղբորը։ Ռուբիկ Խչոյան Գարսևանի, ծնված 1945 թվականի նոյեմբերի 25-ին Գավառի շրջանի Սարուխան գյուղում։ 64 թվականին աղբերս բանակ գնաց։ Ծառայեց Բելարուսիայի Բիրյոզովկա քաղաքում։ 67 թվականին վերադարձավ բանակից, գնում էր Ալթայի երկրամաս սեզոնային աշխատանքների, բանի տենց 69 թվականին ամուսնացրեցինք, 70 թվականին մի հատ տղա ունեցավ, 71-ին էլ գնաց, էլի վերադարձավ, 72-ին կինեղի էր, բայց չէին ասել, որ ղիա կինը գնաց, երբ որ արդեն սեզոնային աշխատանքը պրծավ վերադարձավ, տղեն արդեն ծնվել էր, երկրորդ տղեն արդեն ծնվել էր։ Երբ որ այրոպորտում մենք իրանը աչքալուսանք տվեցինք երկրորդ տղի ծնվելու համար, ոնց որ սառը ջուրը լսնեին այդ աղբորս գլխին, ասեց ես երեխա եմ ունենում ու չգիտեմ երեխա ունենում եմ թե չէ։ 74-ին նորից գնաց Ալթայի երկրամաս աշխատեց, այդ մի սեզոնը էլ չեկավ։ Նրանից հետո այնտեղ ծանոթացել էր մի հատ աղջկա հետ, այդ աղջկանից երեխա ունեցավ, աղջիկ երեխա ունեցավ, այդ աղջիկը ուկրաինացի էր, տեղափոխվան Ուկրաինա, բանի Խերսոնսկի օբլաստ, գորոդ Նովայա Կախովկա, Սելո Դնեպրյանի, տեղ էին ապրում, ինքը տուն սարքեց, հողարավ տուն սարքեց տեղ, եւ տեղ ապրում էր այդ կնոջ հետ լեզու չգտան, դեկինը խմող էր։ 2000 թվին ես գնացի նորից գնացի Ուկրաինա, ինքը նորից կնոջ հետ չէր ապրում, առանձին ուրիշ տեղ էր ապրում։ Եվ ուզեցա գնամ իր տունը, իր հարևանը չթողեց, ասեց մի գնա, ասեց, որ գնաս իր ասեց պատերազմ ալնելու։ Մի խոսքով եկավ, բերեց 2000 թվին եմ տեսել վերջի անգամ, փաթաթվել ենք, արտասվելով բաժանվել ենք, ես զգացի, որ ոնց որ թե ուզում ա գա, ուզում ա վերադառնա։ Եվ մինչև հիմա ոչ մի լուր չունեմ։ Այ դուք պատկերացրեք հիմա ինքը ձեզ լսում է, դիմեք իրեն, ինչ կասեք։ Ախպեր ամբողջ ազգով տակով քեզ սպասում ենք։ Խնդրում ենք արձագանքի, եթե հնարավորություն ունես, եթե չունես ֆինանսով կապահովենք, եթե կարող ես վերադարձի։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Հնարավոր չէ կյանքը սկսել նորից, բայց հնարավոր է այն շարունակել այլ կերպ։ Այդպես էր մտածում նաև Ալեսյան, երբ մեր խմբագրություն էր ուղարկում իր հայրիկի միակ լուսանկարը։ Եվ ահա այդ լուսանկարը։ Այս նույն լուսանկարը մենք ցուցադրել ենք նաև մեր հունիս ամսվա թողարկումներից մեկում եւ անմիջապես շատ արագ ստացել ենք արձագանք։ Արձագանքողը հենց ինքն է, Ռուբենը, Օլեսիայի հայրը, ով այս երեկո եկել է մեր տաղավար։ Բարի երեկո Ռուբեն, համեցեք, միացեք մեզ։ Բարի երեկո։ Համեցեք, ինչպես դիմենք ձեզ Ռուբեն, որովհետև գիտենք, որ նաև Դե Ռուբեն չէ, որովհետև Ռուբենը դա ես չեմ հիշում, ինձ ճանաչում են Ռոմիկ։ Եղավ, Ռոմիկ, ասեք, դուք, ես որքան գիտեմ, Հայաստանում չեք բնակվում, բայց հաճախակի եք լինում Հայաստանում եւ Չէ, մենք բնակվում ենք Ֆրանսիայում, որոշ ժամանակով հետ ենք եկել, առայժմ չենք կողմնորոշում մնալու կամ գնալու արծը, բայց առայժմ ստեղ ենք։ Այնպես ստացվեց երջանիկ զուգադիպությամբ, որ հենց ձեր Հայաստանում գտնվելու ժամանակ դուք ինքներդ տեսաք ձեր լուսանկարը հեռուստատեսությամբ։ Այո, այո։
ձեր պատմությունը իր բոլոր մանրամասներով մեր գործընկերները պատրաստել են տեսանյութի տեսքով։ Առաջարկում եմ հիմա դիտենք։ «1982 թվական աշուն։ Ոչ մի բանով չառանձնացող մի օր երկու հոգի առօրյա հագուստով մտնում են պատահական լուսանկարչատուն։ Ուսուսի տված լուսանկարվում են, վերցնում լուսանկարն ու շարունակում ճանապարհը։ Չեն էլ պատկերացնում, որ հասարակ լուսանկարը կարևոր անելիք ունի, որը կկատարի միայն 37 տարի անց։ Ռոմիկ Մարտիրոսյանն է։ Ծնվել է Երևանում, մասնագիտությամբ իրավաբան է։ Ռոմիկ Մարտիրոսյանի զինվորական ծառայությունն անցել է Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգ, Սարատով եւ Էնգելս քաղաքներում։ 1981 թվականին Ռոմիկի կյանքում կարևոր շրջադարձ եղավ։ Նա ծանոթացավ Լիդա անունով գանգրահեր մի աղջկա հետ։ Սա եղել ծառայության ընթացքի նկարս։ Այս ժամանակ բնական է Լիդան չի իր հարևանուին էլ կսիրարորես։ Չարքալ աշկերով, կիսա ալիքավոր մազերով, ոչ։ Լավ էր, իմ համար էլ լավ, իր համար էլ լավ։ Սալդատ տղա էի, ծառայում էի։ Ինձ ինչ էր պետք որ ծառայությունը սանցնի լավ, կողքս էլ լավ մարդ կար, որ ինձ լավ պահում էր, ամեն հարցում օգնում էր, ուտելիքս տեղս, ակնելս տեղս։ Մի խոսքով լավ էր անցնում ծառայություն, թեթև էր անցնում։ Մենք իրար հետ շատ լավ ենք մեր օրը անցկացնում տարիներ, ու չի եղել նման խոսակցություն, որ անգամ Լիդան ասի գիտես ինչ կա, մնա կամ մի գնա կամ իմ համար եղի, ասենց բաներ չի եղել մեր միջև։ Եկեք ավտո տնանք, համ էլ գործ ունեմ, կնայեք, կաշխատեմ, դուք եք կնայեք։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Ռոմիկը վերադարձավ Հայաստան։ Ամիսներ անց Լիդայից նամակ ստացավ։ Աղջիկն ասում էր, որ ուզում է հյուրընկալվել իրեն։ Ռոմիկն ու նրա ծնողները սիրով ընդունեցին Լիդային։ 15 օր մնաց մեզ մոտ, ման տվեցինք լավ Հայաստանում, ման եմ տվել, ամնում են տեղ։ Լավ տեսարժան վայրեր, թե Սևանից սկսած վանքերից, մինչև Սպիտակով ուշում։ Երբ որ իրան պետք է ճանապարհ դնեի, այդ վերջի օրներ, թե ինչ, այդ ժամանակ Լիդան ասաց, որ իր ուզած են ինձ որ նախորոքաստրը երեխա է ուզում ունենա, թրուցիկ էր եղել խոսակցությունը, բայց այդ ժամանակ ինքը կոնկրետ ասաց, որ պահել է իր ուզածը, ինչ որ ինձանից ուզում էր երեխա պահել էր, դե քիչ էս որ երիտասարդ է, ոնց որ ասած թեթևակի անցկացրեց այդ մասին։ Դե ինչ լրջացնելու, այնտեղ Երևակայի ոչ ինքն է այդ մասին մտածել կամ ասել, տոն տվել, ոչ էլ ես։ Մենք լավ ընկերներ ենք եղել։ Ռոմիկի եւ Լիդայի հաջորդ հանդիպումը 1987 թվականին եղավ։ Ռոմիկն աշխատանքի բերումով մեկնեց Սարատով։ Որոշեց այցելել ընկերուհուն, պարզվեց նա արդեն ամուսնացել է։ Մինչ Լիդան հյուրի համար կարտոֆիլ էր տապակում, Ռոմիկին մի երեխա մոտեցավ, գրկախառնվեց ու տեղավորվեց գրկին։ Լիդան ապշել էր, ասում առամ, այսքան ժամանակ այս երեխան ոչ ոքին մոտիկ չի գնացել։ Ոչ մի հարևանի, ոչ մեկի ձեռքին մատով չի կպել։ Ասում եմ, տեսնում ես, որ Արոնը ջուր չի դառնա, քո երեխան ասաց։ Ասի ոնց է, ինչ որ ասում էր լուրջեր, ասաց, սա ինքը հենց քո երեխան է։ Ու այդ ընթացքում էր էլի ամուսնուն ասաց, նու չասեմ իր խոսքերը ոնց կանչեց, մի խոսքով ամուսնուն ասում է, միշտ հարցնում էր, բա այս երեխու հերն ով է, լավ։
Դա ժամանակ ինքը ուներ, երեխա ուներ մեծ։ Ասմարի դդնայ, այ ինքը այս սիրուն աղջիկը հայր, ասաց, այս սիրուն տղամարդն ասաց, ինքն է երեխու հայրը։ Հերիքը հարցնես ասաց։ Միշտ ուզում էր իմանալ։ Երկար չմնացի։ Դա ինքը իր ամուսինն ուներ, մի քիչ զրուցեցինք Լիդայի հետ։ Չմոռանանք, որ մենք ազգությամբ հայ ենք, ունենք մեր ճիշտ ադատները, մեր ճիշտ մտածելակերպը։ Մի ընտանիքում եթե ամուսին կա, երրորդն ավելորդ է։ Չուզեցա մարդկանց խանգարել, մանավանդ որ ինքն է չէր ուզում։ Ճիշտ չէր լինի դա։ Իմ դուստերն է, ունեմ երկու երեխա, տղաս իր պուճուրն է, աղջիկս արդեն 23-ի մեջ է, տղաս էլ ծառայ բանակում է, որին որ սպասում ենք անհամբեր մեկ ամսից պիտի գտնեմ։ Ունեմ կին, շատ լավ կին, ամեն հարցում, կյանքի ընկերը, բարք ասում, նորմալ ենք։ 2019 թվականի մայիս ամսին «Սպասիր ինձ» ծրագրի եթերում Ռոմիկը տեսավ այն լուսանկարը, որն իր ալբոմում և հիշողության մեջ արդեն փոշոտվել էր։ Սովորական օրվա սովորական լուսանկարը։ Իմացավ, որ դուստրն իրեն է փնտրում։ Я всегда хотел тебя увидеть, но было вот как получилось, что ты сама меня искала, а я узнал, что ищешь, и рад. И буду рад навстречу. Будем ждать. Այսպես այս տեսանյութի միջոցով մենք ավելի մանրամասն իմացանք ձեր պատմությունը, իսկ դուք վերակենդանացրիք բոլոր հուշերը Օլեսիայի եւ նրա մոր հետ կապված։ Այ երեխային ինչպիսին եք հիշում, Օլեսյան, ինչպիսին է ձեր հիշողության մեջ։ Դեմքը նուրբ, ասերուն երեխա էր։ Քանի տարեկան էր այդ ժամանակ։ Երևի 2-ին մոտ։ 2 տարեկան։ Երևի։ Պահը հուզիչ էր, չէ, երբ նա տեսանյութում պատմեցիք ձգտեց ձեզ, այսինքն գրկեց։ Անսպասել էր, ես չէի իմանում։ Ինքը ասենք գնալուց առաջ ասել էր, որ ես իմ ուզածը պահելն եմ եւ այլ եւ այլ։ Այդ օրն էր խոսակցություն եղավ, որ խոսքի ես պահել եմ, քեզ չեմ խանգարել ու միտք չունեի խանգարել, որովհետև դու երիտասարդ ես, քո կյանքն ունես։ Այն ինչ որ ես ուզում, ես ստացել եմ արդեն։ Ռոմիկ, կընդհանրեիք, որ ինչ որ մի օր ձեր աղջիկը կսկսի որոնել ձեզ։ Այդ ոնց որ ասաց Լիդայի խոսքն էլի, ասաց Աստված վերևը կա, ժամանակը ցույց կտա։ Հետո որ ասենք մի քանի տար առաջ ես էլ մտածում եմ, ասում եմ, այ ոնց են կան, չկան, հետո որ չգտա, անցել ացա։ Որտեղ մտածում եմ, ավելի շուտ ինքը ինձ կգտնի, եթե ուզենա, ցանկություն ունենա, քան ստե ես իրեն։ Ռոմիկ, բայց մտածել եք, որ մի օր կհանդիպեք նրան։ Դե, գիտեք ինչ, ամեն ինչը երբ որ դուք մտածում եք, թողում եք Աստծուհուսին։ Այն ինչ որ դուք չեք գտնում, մանս գալիս չես գտնում, բայց հետո հարկ Աստծուն։ Իսկ հիշում եք այն հասցեն, որտեղ բնակվում էիք Էնգելսում։ Այո։ Զինվորական ծառայության հետ կապված վայրերը։ Հիմա եթե այնտեղ հայտնվեիք, կգտնեիք։ Ես անգիր գիտեմ տեղերը, հիմա ոնց որ դիմացս, այդտենց հիշում եմ մեկ առ մեկ։ Ուղղակի ես գիտեմ, որ չկա իրանց տունը։ Զավոդի դիմացներ են գնում, ասենք մարդը ինչքան էլ տեղերը չիմանար, այդ մի զավոդն է մեծ, շատ մեծ։ Ու հենց մայթի դիմացը գնում էր իրանց տները, երկրորդ հարկը։ Իրանը երկրորդ հարկն էր, 2 հարկան էր։ Ձեր աղջիկը հաճախակի է լինում այն զորանոցում, որտեղ դուք ծառայել եք, բայց այն արդեն զորանոց չէ եւ բնակելի շենք է դարձած արդեն։ Եվ այնտեղ ապրում է Օլեսիայի քույրը։ Եկեք դիտենք, թե ինչ է պատմել ձեր դուստրը մեր նկարանող խմբին։
Меня зовут Олеся. Я как 19 лет пытаюсь найти своего отца, Рубена. Поселок Энергетика, в дом 3, квартира 7. Родилась я там, где и познакомились у меня мама с папой. И я даже не догадывалась о том, что меня воспитывает отчим. Это я уже начала догадываться, когда уже стала постарше. Потому что у меня фамилия мамина девичья, а у моих сестер и братьев как бы папа фамилия. И потом как бы я подошла к маме с таким вопросом, где мой папа настоящий. Мама сказала, когда уж будешь совсем большая, я тебе расскажу. До сих пор она как бы мне толком ничего не рассказывает. Вот знаю всего понемножку там о тете, от тети Гали, которая вот общалась с моей мамой. Хорошо все у тебя. Как у тебя, все нормально? Все. Работаешь? Работаю. Молодец. Что, 30 минут? Ну, он добрый был мужчина, он добрый такой, вот симпатичный, добрый, он отзывчивый. Вот, чтобы его не попросили, вот он отзывчивый он был. Он веселый, он, ну, такой вот, он, знаете, ну, как вам сказать, таких мужчин можно поискать только, но редко найдешь. Он очень хороший мужчина был. У них любовь была обалденная. Можно сказать, что ему всем завидовали. Вот. Потом она поехала туда, в Армению. То ли он ее вызвал, то ли как, не знаю. Но она поехала в Армению. Она приехала, и я смотрю, что-то не то. Я говорю: Лид, что-то не то у тебя. Она: да хватит, что ли? Я говорю: ты, наверное, говорю, беременная. И вот мы узнали, что она беременна Олеськой. Вот. Потом он приезжал, она, ну, маленькая, лет 5 была Олеське, она в садик. Он приезжал, к садику подходил, Роман с ней разговаривал, там беседовал возле садика, но она запретила. Она сказала: нет, она замужем уже была, и сказала: нет, я общение, ничего не это. Мне все-таки кажется, что там его родители что-то там не это, потому что она туда поехала, а туда приехала, Лида от Романа приехала, она не своя была, у нее депрессия, во-первых, была, она плакала, что вот так вот получилось. Они думали, что они поженятся, а получилась вот такая вот ситуация. Она оттуда вернулась. Она вообще сказала, что у него уже есть там невеста. У меня сестра старшая помнит, она мне рассказывала, Надя, старшая сестра. Говорит: Олесь, я помню, он приезжал, я его видела. Он пошел в садик к тебе. Вот там в садике он с тобой общался через забор. Папа вот Рубен. И все, и мама сказала: уезжайте, больше не приезжайте. Как бы у всех есть папа, я тоже хочу увидеть своего папу просто. Это моя мечта. Она, Олеся, она очень похожа на своего отца, на Рому, очень похожа. И вот она уже больше стала, уже в школе училась, я ей говорю: напиши в «Жди меня», пусть найдут твоего отца. Он есть же, есть. Тем более у него есть дети, нету детей. Ты хочешь найти его, напиши в «Жди меня», и тебе найдут его. У меня есть муж замечательный. Вместе с мужем я его жду. И ждут мои сестры тоже. Никто ничего не против. Все тоже хотят, и все меня понимают. Զգացմունքային պահ է, ինչ խոսք։ Գուցե նրա պատմության մեջ եւ ձեր հիշողությունների մեջ, եթե ճիշտ եմ հասկանում, որոշակի տարբերություններ կան, բայց գրեթե միշտ այդպես է լինում։ Երկու կողմերը մի քիչ տարբեր ինֆորմացիա ունեն իրար մասին, ու հենց այդ պատճառով էլ Ինքը չէր կարող այդ ինֆորմացիան ունենալ, երկրորդ երեխան։ Այդ ժամանակ 7 տարեկան, 8 տարեկան երեխան ոնց կարող է ինֆորմացիան ինձանից ու լիդես լավ իմանալ։ Մենք ենք իրար մեջ պայմանավորվում երեխան, եթե չենք պայմանավորվում, ինչ պետք է անի։
Գիտեք, երբեմն լինում են այդ պատմությունները պատմում են ինչ-որ տարբերություններով, բայց դա էական չէ։ Կարևորն այն է, որ ձեր դուստրը մեծ ցանկություն է ունեցել ձեզ գտնելու, փնտրելու ու գտնելու։ Ինքն էլ նախաձեռնել է այդ որոնումները։ Ձեր դուստրը Օլեսյան փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով ի հեճուկս իր մեծ ցանկության չկարողացավ գալ Հայաստան։ Բայց փոխարենը մենք գտել ենք ձեր հանդիպումը կազմակերպելու մեկ այլ տարբերակ։ Մեր գործընկերները պատրաստել են մի ծրար, որտեղ Օլեսիայի բոլոր կոնտակտային տվյալներն են, հասցեն հեռախոսահամարը եւ ինքնաթիռի տոմս, որի միջոցով դուք կարող եք ինքներդ մեկնել Էնգելս եւ հանդիպել Օլեսիային։ Ռոմիկ, սա մեր անակնկալն է ձեզ եւ սիրով հանձնում ենք։ Դուք կկարողանաք բոլոր տվյալներով ձեր դստեր հետ հանդիպում ունենալ եւ համոզված եմ, որ դա կլինի ձեր կյանքի ամենաերջանիկ պահերից մեկը։ Շնորհակալություն։ Իհարկե լավ կլիներ, որ ինքը գար։ Մենք ավելի մեծ պատրաստությունով լավ Հայաստանի խորքերը մանկատենք։ Դե հետո էլ կարծում եմ, որ այդ հնարավորությունը ստեղծվի եւ ինքը եւս Ալեսյան գա Հայաստան։ Մեր նկարահանող խումբը նույնպես մեկնելու է ձեզ հետ, որպեսզի կարողանանք այդ ջերմ հանդիպման գեղեցիկ պահերը պարգևել նաեւ մեր հեռուստադիտողին մեր հետագա թողարկումների ընթացքում։ Հաջողություն ենք ցանկանում Ռոմիկ եւ համոզված ենք, որ այդ երջանիկ պահը ձեր կյանքում կկատարվի եւ դուք կհանդիպեք ձեր դստեր հետ։ Շնորհակալություն։ Երջանիկ։ Հաճախ է պատահում, մարդիկ կարևորում եւ գնահատում են հարազատներին միայն վերջիններիս կորցնելուց հետո։ Մեր հաղորդման հերոսներից շատերը տասնամյակներ ապրում են սպասումի տանջալի զգացումով, որպեսզի գոնե մեկ անգամ հնարավորություն ունենան ասելու «Ես սիրում եմ քեզ»։ Երբեք մի վախեցեք շռայլ լինել ձեր սիրո դրսևորման մեջ։ Դա շատ ավելի լավ է, քան ամբողջ կյանքը զղջալ չասված խոսքերի համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից։ Ամենայն բարիք ձեզ։ Берегите дорогих вам людей. Ищите друг друга, что бы ни было, и ждите, несмотря ни на что.